Ողջույն բոլորին, հուսով եմ բոլորդ լավ եք։ Սիրելիներ, այսօր մի փոքր ինֆորմատը այլ է, քանի որ թեմուից պատվիրել եմ մեծ ապրանքներ, ու շատ քանակով ապրանքներ։ Այսօր ուզում եմ միասին unboxing անենք։ Փաթեթը մեծ է։ Դե ինչ, եկեք սկսենք։ Գնացինք։ Փաթեթի մեջ մեծ փաթեթ։ Նայեք, այդ ամբողջ մեծ փաթեթի մեջ մի հատ առանձին սենց էին դրել մատանի։ Ու մի հատ սենց մեծ առանձին փաթեթ։ Հաչստը մի հատ էլ կա, մի հատ էլ մատանի կա։ Ուրեմն նախ եւ առաջ սենց կարմիր մատանի էի պատվիրել, բայց ես արդեն զգում եմ, որ ինքը մեծ է իմ մատին։ Մի րոպե։ Լողանում է, ճիշտն ասած, մի փոքր սենց։ Ես ընթացքում կմտածեմ իրեն պահեմ, թե ոչ։ Անցանք հաջորդին։ Էլի մատանի։ Ֆոկուս։ Ինձ սիրուն է։ Սիրուն որ վերև։ Իմ կարծիքով սիրուն է։ Ամենայն դեպս բութ մատին էլ սիրուն։ Լավ, անցանք առաջ։ Եկեք բացենք մյուս մեծ փաթեթը։ Թերևս ինձ համար ամենակարևոր պատվերներից մեկը պատվիրել եմ շտատիվ, որը իմ երեխաները դրսի աղմուկին ուշադրություն մի դարձրեք, իմ երեխաները երկու շտատիվ եմ փոխել, որովհետև ավելի ճիշտ ոչ թե փոխել, այլ նետել, աղբամանը, որովհետև իմ երեխաները սկզբի երկուսը կոտրել են։ Հիմա այս մեկը մի փոքր ավելի պինդ եւ լավ որակի եմ պատվիրել, հուսով եմ ամենայն դեպս։ Եկեք հեսա կտես։ Հիմա եկեք բացենք։ Մի րոպե, մի հատ մկրատ վերցնեմ։ Ների։ Ես։ Հա։ Ահա։ Եկեք մի անգամից ես իրան հավաքեմ ու ձեզ տեղափոխեմ մեկ այլ ռակուրս, ըստ դրա արդեն կհասկանանք, լավն է թե չէ։ Սպասի հələ, հա։ Մենք տեղափոխվեցինք ավելի լավ ռակուրս, ինձ շոկ, հա։ Ճիշտ է, նենց չի, որ լրիվ իմ ուզած ձևով է, դրսի աղմուկին խնդրեմ ուշադրություն չդարձնել։ Ինչ էի ասում։ Նենց չի, որ լրիվ իմ ուզածով է, որովհետև ոնց որ այդքան էլ լավ չի պահում, բայց կարող է առաջին անգամն է ես դեռ իր լեզուն կոպիտ ասած չեմ գտել։ Ամեն դեպքում շարունակում ենք unboxing-ը։ Այստեղ պատվիրել էի անկողին սրտիկներով, որի որակը շատ վատն է, ես չգիտեմ, գիտեք ինչ տիպի որակ ունի, այն որ մի անգամ քնես, միած սենց երկու հատ կռուպ տաս, թեքվես ես կոմ թեքվես են կողմ, ինքը քորքոտելու է, այդ ընց որակ ունի, չգիտեմ իրեն պահեմ, արժի պահել, թե հետ ուղարկել, կմտածեմ լավ։ Գնացինք առաջ, ես այստեղ տեսնում եմ ականջողեր, որոնցից ես արդեն հիասթափվեցի, ես նկարով իրանց ավելի մեծ էի պատկերացնում։ Ես իրանց հենց մեծի համար եմ պատկերացնում, սենց մեծոտ լինի, մեծոտ էի ուզում։ Լավ, եկեք, քանի որ ես իմ թիշերթի վրա վարդագույն գույն ունեմ, եկեք վարդագույնը դնենք։
Ոչինչ, վատը չի, բայց որ մի քիչ ավելի մեծ լիներ, ինձ ավելի երջանիկ կլիներ։ Այդտեղ ես էլի տեխնիկա եմ պատվիրել, սենց մեքենայի մեջ տեղադրելու համար եւ ոչ միայն մեքենայի, ասենք ապակու վրա, հայելու վրա նկարահանման համար մի խոսքով, քանի որ իրան ես պետքա ոնց հասկանում եմ հավաքեմ ու ոնց ժամանակ այս պահին չեմ տրամադրի սրան, կհավաքեմ այստեղ կտեղադրեմ արդյոք ստացվեց ինձ մոտ եւ հավանում եմ արդյոք իրան, թե ոչ։ Դրա համար սա դնենք այս կողմ, գնացինք առաջ։ Ես պատվիրել էի նաև մազակալներ, սենց մետաքսե 3 գույնով, բեժ, մուգ բեժ, բարդովը ես սև։ Հաջորդը մատանիներ։ Այս մատանիները լավն է, նայեք ինչ սիրուն է։ Կանաչը մի փոքր մեծ է, բայց ընդհանուր լավն են, ինչով է սա։ Շատ լավն է, խոսք։ Սա հավանեցի, սա լրիվ իմ մատով էր, իմիջայլոց իմ մատները շատ փոքրիկ են, եթե ինչ իմ ամուսնական կալցոն 15.5 է։ Так что, давай. Հաջորդը պատվիրել էի հեռախոսի չխոլ, կարմիր գույնի։ Մյուսը պատվիրել էի սանդալներ, ես հույս ունեմ իրանք իմ հագով կլինեն, սրանցից եմ պատվիրել։ Իմ կարծիքով ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ ինքը իմ վրա փոքր է լինելու։ Եկեք հասկանանք։ Սամատս դուս ագար։ Ստեղ կդնեմ ոնց է ինքը իմ հագով հիմա։ Չգիտեմ արդյոք արժի իրան պահել։ Լավ, կմտածեմ իրա հետ ինչպես վարվել։ Անցանք առաջ։ Քանի որ ես ունեմ շատ պայուսակներ ու պայուսակները իրար հպվում են ու փչանում են, դրա համար պատվիրել եմ փոքրիկ սենց քսակիկներ պայուսակները մեջը դնելու համար եւ ասիում դասավորելու քսակը ինչ էլ լինի, օքեյ է։ Եթե այս կոշիկները իմ հագով չի եղել, ես այլևս դեմից ոչինչ չեմ պատվիրել։ Ես մեծ հույսեր ունեմ իրանց հետ կապված։ Так что փորձում ենք։ Սիրուն է, ու լրիվ իմ հագով։ Այստեղ կդնեմ։ Ասեք ինչ սիրուն է։ Անսպասելի էր, բայց լավն էր, գոհ եմ։ Եվ վերջին պատվերը մեր այսօրվա մեջ փաթեթից էլի մատանիներ։ Էլի գունավոր ու փոքր մատանիներ։ Տեսնենք դա։ Այսօր մի տեսակ բոլոր մատանիները իմ մատերով են։ Շատ լավն է, ինչ խոսք։ Այս սիրուն։ Եկեք սենց սրանք դնեմ։ Շատ սիրուն է։ Ես գոհ եմ այսօրվա պատվերներից, որովհետև հիմնականում ամեն ինչ իմ հագով էր։ Ստենենք այստեղ։ Հուսով եմ այս ֆորմատը ձեր դուրը եկավ եւ կցանկանաք էլի նմանատիպ վիդեոներ տեսնել իմ YouTube-յան ալիքում։ Եթե հավանեցիք, կարող եք բաժանորդագրվել եւ լայքել վիդեոն։ Եվ եթե տեսնեմ զգամ, որ դուք հավանում եք նմանատիպ ֆորմատը, ես կկազմակերպեմ, որ շարունակական լինեն նմանատիպ վիդեոներ։ Այնպես որ շնորհակալություն ձեզ, որ մինչև այս պահը նայեցիք։ Հուսով եմ հետաքրքիր էր։ Լավ մնացեք, տեսնենք։